Ինչ ազդակների մասին։ Ես տեղյակ չեմ, նախ ծանոթ չեմ Հաջիևի հայտարարությանը եւ տեղյակ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ ազդակների մասին է խոսքը։ Եվ ընտրակաշարքների հետ կապված այդ գործերը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում իրենց որևէ կողմի թե կանոնական այն նշեցիք, որ բարեգործության հետ կապված իրացման բարեգործությունը դրա մեջ ոչ մի հանցավորարար չկա։ Բայց հիմա երբ որ օրինակ ինչական նորմերը կամ գործողություններ սկսեն ընդունությունից առաջ դա կարող է դիտվել որպես ընտրակաշարք, իրենք համարվել Այն որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում ընտրակաշարքի հարյուրավոր դեպքերը, կներեք, բայց սա աբսուրդի ժանրից է առնվազն։ Այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, մի քանի տասնյակ չեն, հարյուրավոր դեպքեր են։ Ընդ որում խեղված ճակատագրերի մասին են այս դեպքերը խոսում։ Ազգային ժողովի նիստերի դալիճում այդ մարդիկ հայտարարում են, ասում են շանտաղություն է ընտրակաշարք բաժանելը։ Դե կներեք, ժողովուրդ ջան, ձեր փեշերից հեռու դուք ընդհանրապես կապ չունեք այդ ընտրակաշարքի հետ։ Լավ կամ ինչ երեսով եք նայելու մեր ժողովրդի աչքերին։ Մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞ ախր ով է ընտրակաշարք բաժանել։ Բա որ ասում եք շանտաղություն է, պատկերացնում եք ձեզ արդեն ինչ աչքերով են նայելու մեր ժողովուրդը։ Սա առնվազն կներեք, բայց անուրջ է։ Այդ խեղված ճակատագրերի համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել ու չի էլ տալու։ Այդ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշարք բաժանելու համար, մեկ անգամյա օգտագործման համար էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ հիմա հայտնվեցին քրեական գործերի տակ, հայտնվեցին ճաղերի ետևում, ու այդ մարդկանց վրա իրանք արդեն խաչ են քաշել։ Ես այդ հայտարարությունը արել եմ ու նորից եմ կրկնում։ Եթե մեր ընդդիմությունը կարծում է, թե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, խնդրեմ թող դուրս գան փողոց, իշխանափոխություն անեն։ Իսկ այն պնդմանը ընդդիմության, թե երկրում բռնաճնշումներ են իրականանում, կներեք, բայց բռնաճնշումներ իրականացնող իշխանությունը երբեք կոչ չի անի ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Սա աբսուրդ է, աշխարհում նման դեպք երևույթ գոյություն չունի ուղղակի։ Այո, ճիշտ եք նկատել, սա խոսում է նրա մասին, որ վստահ չեն իրենց ուժերի վրա, սա խոսում է նրա մասին, որ ռեսուրս չունեն, կարճ ժամանակ առաջ սահմանադրական դատարանի դիմաց այդ մարդիկ փորձեցին հավաքվել, ինչ-որ ակցիաներ իրականացնել, հավաքվածների թիվը տեսակ, այս մարդիկ չունեն սատարողներ, ինչի համար, մի պարզ պատճառը, որովհետև այն ընտրակաշարքը, այն փողը, որ իրանք բաժանել էին, այդ փողը չէր նախատեսված հետընտրական պրոցեսների համար, նախատեսված չէր նրա համար, որ ընտրություններից հետո մարդիկ ստիպված լինեն այդ փողի դիմաց դուրս գալ փողոց։ Այդ փողը նախատեսված էր ընդամենը ընտրություններին իրենց քվե տալու համար։ Իսկ հետընտրական պրոցեսների մասին ոչ մի պայմանավորվածություն չկար, ու իրանք էլ հիմա շատ լավ գիտեն ու համոզված են, որ եթե հանկարծ դուրս գան փողոց, խայտառակ են լինելու ուղղակի։ Անցած 4 օրերի ընթացքում ընդդիմությունը ձեռնարկել գործընկերները կարծեք թե փորձում են կառուցողական մթնոլորտում աշխատանք ձևավորել ազգային ժողովը, ինչ եք կարծում, ստացվում նրանց հետ այդպես աշխատել եւ նաեւ ձեր ընդդիմադիր գործընկերներից 3 հայտարարեցին, որ առաջիկան եւս սահմանագծման սահմանազատման աշխատանքներ տեղի կունենան եւ այդ ընթացքում իշխանությունը պետք է իրենց բառերով ասած տարածքներ կանազնի։ Այս մասին որևէ մեկնաբանություն։ Գիտեք, ինչ կա տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները, ես կարծում եմ մեր հասարակության, մեր հանրության մոտ առնվազն արդեն քմծիծաղ են առաջացնում, որովհետև 20 թվականից այս կողմ անդադ խոսում է ինչ-որ տարածքներ հանձնելու, արտատարածքային միջանցք տալու մասին, հասկանում եք, այս ընթացքում, տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր պրոցեսները հակառակը ապացուցեցին։ Չեղավ արտատարածքային միջանցք, արդյունքում եղավ ճանապարհ, որը պետք է անցնի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով եւ պետք է գործի բացառապես Հայաստանի Հանրապետության սուվերենության ներքո։ Ինչ տարածքներ հանձնելու մասին է խոսքը։
Սա ընդհանրապես փուչ թեզ է, որը վաղուց արդեն իսկ պայթել է մեր հանրությունը, հասարակությունը շատ լավ գիտի ու տեղյակ է ու շատ լավ է հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Ու ասեմ ձեզ, այդ թեզը վաղուց այլևս չի աշխատում, չի գործում։ Հետպատերազմյան շրջանում ինչ որ կարճ ժամանակամիջոց այդ թեզը աշխատեց, Սյունիքի մասով էին ասում, թե Սյունիքը հանձնելու է իշխանությունը, հեսա Սյունիքը տալիս են։ Կարճ ժամանակ հետո ժողովուրդը համոզեց, որ չէ, Սյունիք տալ, այն հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Սյունիքում աննախադեպ մասշտաբների ծավալների շինարարություն է տեղի ունենում։ Անգամ կհիշեք Բագրատ Գալստանյանի հետ փոխկապակցված գործով ձայնագրությունների մեջ ընդդիմադիր գործիչներից, եթե չեմ սխալվում, Արթուր Սարգսյանն էր, հիշատակում էր, որ Սյունիքում ազատ մարդ չի մնացել, պարապ մարդ չի մնացել, որոնց փորձեն օգտագործեն ներգրավեն իրենց ակցիաների ու ցույցերի համար։ Որովհետև բոլորը զբաղված են այդ աննախադեպ շինարարությամբ, աշխատում են շինարարության վրա։ Այս թեզերը, այս ամեն ինչը վաղուց արդեն պայթել է, չի աշխատում։ Երբ որ Սամվել Կարապետյանը հայտարարում է, թե գիտեք ինչ կա, մենք սպասում ենք տրիգերի, երբ որ տրիգեր կլինի, այդ ժամանակ մենք գնանք գործողությունների, Սամվել Կարապետյանի հույսն ու նպատակը հենց դա է, որ այո, ինչ որ մի պահի կարող է հանկարծ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լարվեն, ինչ-որ մի պահի կարող է սահմանային ինչ-որ փոքրիկ թեկուզ նույնիսկ միջադեպ լինի ու այդ ամեն ինչը օգտագործելով իրենք դուրս գան փողոց, փորձեն հանրությանը գեներացնել ու իրենց շուրջը համախմբել։ Դրանով բնականաբար հույս ունենալով, թե կհասնեն իշխանափոխության։ Չի լինելու նման բան։ Այս խաղաղությունը հարատևելու է ու իրանց այն հույսերն ու նպատակները, որ մի օր կարող է այս խաղաղությունը խարխլվել, այդ իրենց երազանքը, իրենց մուրազը, իրենց նպատակին չի հասնելու, մնալու է իրենց փորում։ Պարոն Չապայան, նաև անդրադառնալով սահմանադրությանը, երեք ուժեղ Հայաստան Հանրապետության ղեկավար Մարիկ Կարապետյանը նշում է, որ իրենց համաձայնություն է անպայման պետք լինելու, իրենց քննելը պետք լինելու փոփոխության համար։ Եթե նրանք համաձայնություն չկան, այս քննարների մեծամասնություն չկազմեն, ո՞նց է պատկերացնում սահմանադրության։ Ես կառաջարկեմ դեպքերից առաջ չընկնել, ժամանակը կգա, լուծումը կգտնենք, բայց այն որ սահմանադրության փոփոխությունը առաջինը հենց մեզ Հայաստանի Հանրապետությանն է պետք, դա միանշանակ է, որովհետև սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։ Այդ որ Մատի Փաթաթան Սարգսյանը անընդհատ ասում են անկախության հռչակագիր նոր սահմանադրության մեջ հղում չկա անկախության հռչակագրին, ինչի համար չկա։ Մի պարզ պատճառը, որովհետև Ղարաբաղյան շարժման էջը Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ։ Ու առաջինը դա մեզ է պետք փակել, որովհետև այդ էջը դե ֆակտո եւ դե յուրե փակելով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու։